Վերջին օրերին ակտիվ հանդիպումներ են եղել երիտասարդների հետ, երկրորդ և երրորդ նախագահները խոսում են իրենց տարիների լավ ճակերտավոր լավ կառավարումից, մեղադրում այսօրվա իշխանություններին, ինչի համար են ակտիվացի կամ ով է ակտիվացնում այս երկու նախագահը։ Դե ցիկլային է, դե մենք ձեզ հետ շատ ենք խոսել, որ այս ակտիվացումները ցիկլային են, հիշենք։ Սկզբից Վազգեն Մանուկյան օգտագործեցին, շպրտեցին, Վազգեն Մանուկյան էլ Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից, փալաս սարքեցին, հիշում եք, հետո չեմ հիշում, արդեն ում տաքացրին, հետո պղծեցին եկեղեցին, ովքեր որ են, Գալստանյան, արքեպիսկոպոսին բերեցին, ոսկեպարի ճանապարհին բռնաբարեցին քաղաքական իմաստով, շպրտեցին, որտեղ էլ բանը պիտանի չանցավ, եւ այսպես շարունակի, ինչն է հարցը։ Ուրեմն ռուսական պետության քաղաքականությունը, որը ռեալիզացվում է Ղարաբաղյան կլանի եւ Դաշնակցության եւ ուրեմն 5-րդ Չարասյան շրջանակներում նրանց միջոցով Հայաստանի 5-րդ Չարասյան, ուրեմն ցիկլային բնույթ ունի։ Ցիկլային բնույթ ունի իրենց համար շատ կարևոր չի Վազգենին կբռնաբարեն, Բագոին, Թուրքին գտան, ուրեմն Բաքվի բանդերում կբռնաբարեն, ինչ նշանակություն ունի, մատերիալ լինի։ Իհարկե իրենց միջավայրի, ռուսական կողմնորոշման միջավայր, մյուսներին չեն կարող, որտեղ մյուսներ իրենց ճամփեն են գնում։ Եվ ամուր այսպես կպել են պետության անկախության պաշտպանությանը։ Ուրեմն սա բացահայտում է այս գործելաձևը այն սկզբունքը, որ առաջին Ռուսաստանը չի հանգստանում Հայաստանի Հանրապետություն անկախ պետականության գոյության հետ առհասարակ ռուսները չեն հանդուրժում Հայաստանի պետականությունը։ Նրանք հանդուրժում են այն Ղոլամը, որը պետք է աշխատի, ապրի եւ այլն առանց ընդգծված ազգային ինքնագիտակցության, իրենց համար աշխատի, տանկ սարքի, երթեր սարքի, աղջիկների հետ մանգասերունդ տա, նաև դա կա, և նաև ինչ-որ տարածք, ինչ-որ մենես։ Ուրեմն, բայց որ պետականության հարց է լինում, բարեկամ ռուսը դառնում է ոխերիմ թշնամի։ Պատմականն այդպես եղել է, այդպես լինելու, եթե իրենք մնան, մենք չէ, իրենք չեն մնալու։ Հիմա դրա մեջ ինչ կա, այս պատերազմից հետո իրենք աղետի ենթարկվեցին երկու ճակատներում, հայկական ճակատում Պուտին աղետի ենթարկվեց և ուկրաինական ճակատում Արցախը ամբողջովին հանձնեց, կազմակերպեց, տվեց Ադրբեջանի Թուրքին, Ալիևին, այնտեղ գործարքներ եղան, հիշում եք նաև ստեղծվեց Աղդամի տեղորոշիչ ռազմակայանը, այսպես Արցախը տեղահանվեց, էթնիկ զտման ենթարկվեց, բայց մնաց գլխավոր հարցը, որն էր դա։ Գլխավոր հարցը մնաց Հայաստանի պետականությունը, որ չկարողացան տապալել, Եմ է ժողովուրդը պաշտպանեց իր պետականությունը, անկախ գոհեր, դժգոհեր, եւ իր կառավարությունը ինչ-որ եւ ընտրություն երկրորդ անգամ այդ ամենը գնաց նորմալ։ Եվ սա Հյուսիսի ները, նենգը, հայ ժողովրդի ողերիմ բարեկամ ասեմ ինֆակտ ստացողներ կլնեն, որոշեց Եվգիրը պահել անկայուն վիճակի մեջ, անընդհատ կայուն վարքագիծը դարձավ քաղաքական, ներքաղաքական, մեր կյանքում անկայունությունը, մեկ ոսկեպար, մեկ ուրեմն, չգիտեմ, Սյունիք, մեկ Գալստանյան եւ այսպես, ուրեմն կայունը մնաց անկայունությունը, մենք տևապերմանենտ անկայունության վիճակ ենք ապրում, տարբեր չափի եւ այլն, նպատակը պարզ է։ Մինչև պահեն վիճակը այնքան, մինչև Ռուսաստանը Ուկրաինայում կհաղթի, կվերադառնա եւ իր ստրուգների միջոցով կվերականգնի ռուսական իշխանությունը, որ արդեն պարզ է նաեւ Պուտինի ասածից, որ այդ ավտոնոմ միավորումներ պետք չեն միավորներ, պետք է համատարած ռուսական պետություն լինի եւ այլն։ Այս շրջակցի մեջ տեսա, որ ամեն ինչ օգտագործել է բոլորը այդ ճամբարում, ռուսական ճամբար անվանենք, բոլորին բռնաբարել են եւ հիմա բռնաբարվելու բան չկա, մնաց գլխավորները Ղարաբաղյան կլանի եւ ահա մեջտեղ նետեց երկու այսպես կոչված նախագահներին,
որոնք ըստ էության ներդրված են եղել մեր ինչ-ինչ միջոցներով, ինչ-ինչ միջոցն է, ընդրած զեղծարարությունն է, մեկին հələ Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը քարշ է դրել, բերել է Ստեփանակերտից Հայաստան, չէ, նաղդել է մեր վրեն, դրա համար են երեք իրար պաշտպանում, հիմա սրանք մնացել են, իհարկե իրենց ձեռնտու է, որ իրենք տաքանան երկու բան կա, նախ Մոսկվայի հանձնարարությունը չեն կարող չկատարել, չնայած կարծում եմ, որ իրենց վստահությունը կորել է, որ իրենք Բակոս Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի քանի նախագահ ունեն դրանք, մոռացել եմ մնացել, մի 4-5 նախագահ կա, դրանք ճանկով Բաքու չեն գնալու, նրանք Եվլախով գնացին, սրանք կգնան են չեղել, ուրեմն Արաքսի հոտով, ինչ նշանակ տանեն, ուրեմն ես մեկ երկրորդ իհարկե ներքին հարցն է, որ ունեցված կպահելու եւ զնդաններում Հայաստանի ավտարդության զնդաններում չփտելու հարց ունեն ունեցված կպահել, երկու գործոն համատեղում են եւ սրանք ակտիվացան, գարունն է եկավ, տաքացան են ոնց բան, գործի նման էլի տաքացան, փքվեցին, այսքան սկսեցին եւ պատկեր առաջացրին, թե ժողովուրդը իրենց սպասում է, ներկա իշխանությունը ինչ է, ինչի օգտագործելով բնական այդ բացերը, այն թերությունները, այն խնդիրները, որ մնացել է Հայաստանում այս տարիների ընթացքում, նաեւ խորացել է ինչ-որ բաներ, որտեղ մենք մեր ժողովուրդը չպիտի մոռանա, որ ինքը ծանրագույն կորոնավիրուս է տարել, հիվանդություն եւ հյուծիչ պատերազմ է մղել։ Ես մի բան ասեմ, ես Ավստրալիայում շշմեցի, երբ որ հանդիպեցի, խոսեցին Ավստրալիային կորոնավիրուսի տված վնասներից, դուք եք կզարմանաք, քանի տարի անցել, մենք մոռացել ենք, բայց ասում են, որ Ավստրալիայի պետության վրա դե հարուստ երկիր է, դա ուրիշ երկիր է, ահռելի մեծ հետք եւ տնտեսական ուրեմն հետ բան է թողել, ծանրություն է թողել կորոնավիրուսը, բամեր վրա, որտեղ որ ճիշգրիտ այսպես վիճակագրություն էլ չկա եւ այսպես հիմա սկսեցին ակտիվանալ եւ այլն։ Ակտիվությունը մի ազդակ ունի, իբրև թե Վարդանիկի, ինչ եմ ասում, Վարդանիկ, որտեղ ինքը ռուսական կողմնորոշման մարդ է եւ ռուսերենի այբուբենը ռետ չունի, որ Վարդանիկ ասեմ։ Վարդանիկի հաջողությունը, այն գողական ըստերության ընդրությունը Ռազվորկի, դուք չնկատեցիք, Ռազվորկի բնույթ ունի։ Նա նրան բաց տվեց, նա նրան տվեց եւ կարողացան գողական աշխարհը այդ իր համախոհներով առաջ մղել կապեր խնամյական, աղբերական օգտագործելով հաջորդի բոլոր թերությունները պետականության իմաստով քաղաքապետարան եւ իրենք ակտիվացան այդ հաջողության վրա, որը վստահաբար բյուրոսյան հաղթանակ է, դա կասեմ ինչի համար, այսպես եւ այսպես սրանք ակտիվացան։ Հիմա դա որ անում են ինձ համար, ձեզ համար կարծում որևէ մեկի համար ոչ մի զարմանք չկա, որ սրանք նյութի մեռած են, յոթի մեռած չլինեին, սրանք իրենց հայրենի երկիրը վարի տվին Արցախը ռուսների խաթր Ադրբեջանի համար սեփականությունը պահի, նաև քացով, Ալիևի կողմից քացով դուրս շպրտվեցին, հետո ինչ որ դուրս շպրտվեցին իրենց երկրից եւ ահա սրանք որոշեցին այդ ակտիվությունը այստեղ դրսևորել եւ այդ են անում։ Հիմա դա զարմանալի չի, կարծում եմ ամեն մի նորմալ մարդ հասկանում է զարմանալի չի այս մարդկանց բարագայով, անհայրենիք, անգաղափար, առանց հոգեկան ներքին հարստության եւ ուրեմն իդեալի, ինչ իդեալ ունեն, ինչն է նպատակ, եթե մեկի նպատակը սեփական պետությունը որպես գլխավոր կողոպտելն է եւ դրա վրա հարստություն դիզել, դեռ շշմելու բան կա։ Եվ աշխարհի Մակրոնը չի կարող Ֆրանսիան թալանել, թե չի կարող Մերցը թալանել։ Կարող են, բայց իրենց թույլ կտան կմեռնեն չեն անի, իհարկե չեն անի։ Մարգարետ Թետչերը առևտուրը ինքը իր տանից էր անում, ինքն էր անում այն գիգանտ լեդին, որը իսկապես Անգլիան նորից ջահիջից դուրս անեց այսօր։ Խոսքով սրանք այդ մարդիկ չէ, սրանք սովետական կրթությունով այն մեկը կոմսոմոլ, բան Շերկովիչը պետաքսի կոմբինատի գուսկարտուղարն եղել, այսօր շատ ամեն ինչ կարծես հետ է գալիս, որպեսզի հասկացնի փաստերը չէ։ Դա եղել մյուսներն ով եղել անհայրենիք թուրքի ծախված
Ադրբեջանի ուրեմն կամակատար եւ Փալաս Գևորգովի օգնականն է եղել։ Գևորգովը Բաքվի հայ էր, որը 70 թվերին կառավարում էր ուրեմն Մարզկոմ առաջ քարտուղարն էր, որի վերաբերյալ Պրագայում այն ժամանակ լույս տեսնող «Պրոբլեմի միրը սոցիալիզմ» ամսագիրը այնքան այլանդակ հակահայ էր, ինքը բնիկ հայ է իսկական, Բաքվի հայ, որ այդ կոմունիստական շարժումը շշմել էր, թե մարդ այսքան ծախված կարող է լինել։ Սերժ Սարգսյան դրա օգնականն է, ուղիղ օգնական, այսինքն տեսնում եք քուրան որտեղ է բան արել, հասունացել։ Հիմա այս բոլորը այսպես որ էլ չէ փորփրենք էս կան։ Հենց համար շշմելի է, թե սրանք համալսարանների ինչ գործ ունեն։ Մեկը գիրք կարդալ չի սիրում, բայց գրել սիրում է։ Տառերը հայերը չի ճանաչում, բայց հատոր է գրել, կենսագրություն բան, էս զավեշտն է, բայց չի սիրում, ինքն էր ասում, չէ գիրք, գրականություն, երաժշտությունն իբր թե ջազ էր սիրում, այդ ջազը սիրում էր այնտեղից սպանելու համար, ուրիշ բանի համար չեղավ։ Իսկ ես մյուսը ընդհանրապես հայտնի է գրագետ չի բանասիրական ավարտ է, բայց մինչև մի ընդունել բառը ընդունել է ասում, չի կարողանում բանից դուրս գա։ Մի խոսքով ինչ են համալսարան ընտրել, շշմելու բանը, երկրորդ մասը կա, ես դիմել եմ, երևի դիմեմ կրթության նախարարին, իմանամ էլ այդ հայկական համալսարանը որտեղ է։ Իմ ամբողջ կյանքը համալսարաններում դասավանդելով է անցել, տեղը չգիտեմ։ Հայկական համալսարանը դուք տեղը գիտեք, որը մեկ գիտի, թող ուշի, որտեղ է դա։ Ուրեմն, այսինքն, բայց կարևոր անուն համալսարան է։ Ես մի ուրեմն բարեկամ ունեի մութու խավար տարիներ, որ ասում էր, այդ տարիներին փոքրիկ տղա ուներ, երկու տղա են, փոքր ասում էր, որ մեծանամ, ես տնօրեն եմ լինելու, հաստատ ասում էր, թեկուզ Զիբլի ավտոյի շոֆերի տնօրեն։ Հիմի սրանք այդ համալսարանը ճարել են, այդ ինչ համալսարան որ է, եւ գնացել են իրենց մտքերն են շարադրում, այնտեղ էլ մենք մեռանք ուսանող որոնելով, մենակ ես չեմ, ամենալավ դասախոսները, որ լսարանները լիքը լինի, այս տարիներին շատ խնդրահարույց է դարձել կրթության բարեփոխում, հազար մի հարցեր, բայց իրենց լսարաններն լիքն է։ Հիմա ես մեր հանցավ մարմիններին եմ դիմում եւ պահանջում եմ նաեւ։ Ուրեմն այդ ուսանողի թե եթե ուսանող են, ուսանողներին հարցակրնել իմանալ իրենց պարտադրել տարել են այդ հանդիպումներին, թե կամավոր են գնացել։ Վստահ եմ, որ մեծ մասին պարտադրել տարել են, եթե այդպես է, իրենք այս հանցագործության համար պիտի քաղաքական գործընթացի մեջ ուսանողությանը քաշելով պիտի դատվեն։ Մի հանցագործություններ պիտի ավելանա։ Հետո է տարել, հետո ինչի ով է կազմակերպել։ Հիմա մենք ես որ բուհում եմ աշխատում, ես երբեք լսանում փոր չեմ արել քաղաքականացված քաղաքագիտության ժամին քաղաքականացված դասախոսություն կարդամ, որտեղ չի կարելի։ Այս մարդիկ ուրեմն այդ համալսարան կոչվածը անհայտ համալսարանը անհայտ ուսանողներ քաշել են գործի մեջ։ Սա կրթության նախարարությունը պիտի անպայման հետաքննի, անպայման։ Պիտի բարձի ով իրավունք ունի երիտասարդությանը քաշել կեղտոտ խաղերի մեջ, որ ես կաշին փրկելու համար է։ Եվ բնական է Հայաստանում հեղաշրջում անել, էս է։ Ուրեմն հիմա ինչի են դիմում, բարձ է, այդ ուղղակի մի բան չգիտեն։ Ասեմ տես, իրենք դե հայտնի որ դրանք այդ մարդիկ գիրք կարդալ չեն սիրում, չեն էլ կարդացել, որ գիրքն են կարդացել, մի երկու գիրք կարող է ասել խաթրի համար, հիմա համալսարանը պղծելու գործերին անցան, այդ ուսանողություն գիտեն, թե իհարկե այդ թավշյա հեղափոխություն հիմնական ուսանողությունը արեց, շարժիչուժը երիտասարդություններ եւ ուսանողություններ, իրենք գիտեն իրենց հետևից էլ կգնան, իրենց հետևից ոչ մեկը չի գնա այդ իմաստով, իհարկե, բայց այդ հարցը պետք է հետաքննվի։ Հիմա այստեղ ինչը չգիտեն, որ այս ցիկլային աշխատանքի մեջ ընտրություններին դեռևս մնում է տարի ու կես երևի, մոտավորապես այդքան ասենք, չէ։ Այս ցիկլի մեջ մի տարի իրենք տեմպի տակ, իրենց գաղափարով, իրենց մտքերով, իրենց ստով ու ճշտով մնալ չեն կարող։ Հնարավոր չի մնան, որ այնպես թռիչք գործեն դեպի ազգային ժողով։ Եվ ընտրությունն էլ այդպես չի լինել, Վարդանիկի ընտրությունը, գողական ռազմորկը։ Այս է մի տարվա մեջ ես վստահ եմ, որ կամ ենթադրում եմ ավելի շուտ վստահությունը դնենք դա քաղաքագիտական
տերմին չի, ենթադրում եմ, որ ուրեմն Գյումրի Կումայրի մեր հայրենի ժողովրդի թասիբով մասը եզրակացություն կանի եւ Վարդանիկից կպահանջի Պուտինից բերող գործարանները, որ պիտի բերի, չէ, Պուտինից գործարաններ պիտի բերի տնի, արդարադատություն քաղաքում եւ կոռուպցիայի բացակայություն եւ գողական բարքերի վերացում։ Ինչ որ խոստացել է մարդը, խոսել է, չէ, այդ բոլորը պիտի անի թե չէ։ Մի ամիս, երկու ամիս ինչ կան, ասում են, բանի 40 օրն էլ ինչ կան։ Այսինքն այս հիասթափման գործընթաց է գնալու, դա բնական բան է եւ այդտեղ սխալ իրենց հաշիվ է, որտեղ ընտրությունները ազգային ժողովի այդուհանդերձ քաղաքական են լինելու, գողական ռազմորկա չեն լինելու։ Բայց եթե ընդրենք, եթե իշխանությունը որոշել է, որ անհավանական է դա եւ հնարավոր չի այս ընտրությունները նվիրել Քոչարյան Ռոբերտին եւ Սերժ Սարգսյանին իր զավակներով, բնական է դա այդպես չի լինելու, այնպես որ է։ Սրանք վարի են գնալու, վարվելու են այնպես, ինչպես Գալստանյան, իրենց աչքի առաջ էլի։ Երևի հաջորդը կաթողիկոսին կհանեն դա, որ նա այս բանը շարունակի, այստեղ է այս հարցը։ Այնպես որ հիմա եւ դա բայց առիթ տվեց, որ ժողովուրդը լարվի այս համալսարան, հանդիպումներ եւ այլն, եւ վարչապետը երեք ասեց բաներ, որը ես հաստատում եմ 100%-ով ասած է, որ ասեց ես ուրեմն ինքը ես չէ էլի, ասեց ես շրջաններ մարզեր գնալուց գյուղ մտնել չեմ կարող, որտեղ մտնում եմ առաջի խոսքը լինում է ինչու եթե հանցագործներին չեք ձերբակալում 100% է, ես ավելին ասեմ, եւ դա այդպես էլ կա, նայեցեք կյանքը բոլոր դեպքերում խաղաղվել է, այն վիճակը չի ինչ որ 4 տարի առաջ էր 3 տարի, մարդկան եւ շատ բան կատարվել է, ճանապարհներ են կառուցվել, մուսուլման գապարդեզներ հետ են բերվել, միլիարդավոր դոլարներ են հետ բերվել, դպրոցներ են կառուցվել, սրանք փաստեր են, ոչ մեկը չի կարող ասել հակամ չէ, դա աչքնացնելու բան է, չէ, բայց հիմա արդեն այն որ մի տարի առաջ ժողովրդի մոտ տպավորություն էր գործում, սա քաղաքացու միջին շրջանի կամ քաղաքի այլևս արժեք չունի որպես նորույթ, մարդիկ այդ չեն ուզում, մարդիկ արդարադատություն են ուզում, արդարադատություն եւ երկու հոգու ազգանուն ասեց վարչապետը, մեկին ես ավելացնեմ, որ հիմնականում որտեղ հանդիպում է լինում, 3 ազգանուն են տալիս եւ այդ ասում են, հա լավ հասկացանք դպրոցման, օքեյ, շատ լավ, այդ ամենը հասկացանք, բայց ինչու են ազատության մեջ Քոչարյան Ռոբերտը, Սերժ Սարգսյան եւ Սեյրան Օհանյանը, որը Շուշին է հանձնել, որը բանակը չի պատրաստել պատերազմի ժամանակին եւ որի վարքագիծը ունեցվածքի եւ այլն հարցով խիստ կասկածելի է։ Նույնիսկ մեկ հումորով ասում են չի լինի մի հատ էլ մեզ համար զոքանչ քենի ճարեք, մեզ տեղյակ տան մենք էլ ունենանք, էլ չի լինի, ասենք սիրուն կարգով կամ տեսքով տղամարդ է լինում, ասում եմ մի հատ էլ իմ համար ճարեն, ես գնամ այդ ունեցվածք ունենամ։ 3 մարդու ազգանուն շրթների վրա է։ Եվ ես կարծում եմ, որ ես իմիջիայլոց Ռոման Բաղդասարյանին հարցազրույց էի տվել, եթեր էր 3 եղել մի 4-5 ժամ առաջ վարչապետի երեկոյան ելույթից ես երկուսի այս ազգանուններն ասել էի, որ շրջաններում բոլորովին ուրիշ հարց է հասանանում եւ վարչապետը ընտրությունների նախորյակի մեծ խնդիր է ունենալու երկու նախագահների, քանի վարչապետը ինքը բացեց այդ Բանդորայի արգղը, ես ավելացնում եմ Սեյրան Օհանյանին գումարեք, ուր գնաք, ասում են Սեյրան Օհանյանին երկու ուրիշ բառեր ասում են պիտի պարզվի Շուշինով է հանձնել եւ ինչու է հանձնվել, ինքը այդ օրերին ուր կորել եւ այլն, ասենք մնացածների մասին էլ ասում է չկա։ Ուզում եմ ասել իրենք առիթ տվեցին, որ իրենք շրջանառվեն ուրիշ իմաստով։ Այսինքն դուք անում եք մի բան, որ օգուտ ստանաք, անում եք այնպես քայլ, որ վնասը գալիս ձեր գիրնեննում, այս է վիճակը եւ ես ասեմ, որ անշուշտ մեզ կենսական խնդիր է մեր ժողովրդի մեզ համար, նորից պետականության եւ նրա անկախության պահպանությունը եւ ժողովրդավարական պետության հաստատման գործընթացը, բայց սա մեծ, եթե վարչապետը այդ հարցերը չլուծի, ինչ կանել ասի ես արդարադատություն եւ այլն,
չեն ընդունում եւ պահանջում են արդարադատություն այս անձանց հանդեպ գոնե 3-ի եւ պատասխաններ էլ չեմ ասում ինչքան դավաճաբան էլ մասի դրա մասին չեն էլ խոսում հասկանում են որ այս հաշմանդամ դատարաններով եւ ուրեմն մաֆիայի հետ սերտաջած փաստաբանական եւ այլ ծառայություններով ինչ արդարադատություն դա չեն հավատում բայց այդ 3 մարդու անձնարանը պատդում եւ դրանք առաջին հերթին վարչապետական խնդիր էր լինելու 100%-ով վստահ եմ ես ասում եմ 4 ժամ մոտավորապես այստեղ եմ հարցազրույց տվել, հետո մեկ էլ իրիկուն տուն գնացի, որ վարչապետի այդ երկուսի անուն ազգանունը կոռուպցիա եւ այլն։ Ուրիշ բան չկար, բայց որ իրենք արագացրեցին իրենց հանդեպ հարցադրումները, այսպես է, հարցը դրվում է, հարցը գնում է լուծման եւ դրանից հիմա Աստվածաշնչից Հովհաննեսի բանից ուրեմն այդ բաժնից մի բան ասեմ, որը մեր ժողովրդին շատ է հայտնի։ Սկզբից բաններ բանը եւ բանն Աստված էր։ Ուրեմն միշտ իմացեք, ինձ էլ ասում են, ես կան, ինչու ես, որ խոսում ես լսող կա։ Ուրեմն սիրելիներ, լսելը չի հարցը։ Երբ որ դուք խոսում եք, բացատրում եք, գաղափարը գեներանում է, գեներացած բանը այդ ուրեմն գաղափարը մի օր վերածվում է նյութական ուժի եւ իջնում է որևէ մեկի գլխին կամ հաջողության կամ դժբախտության տեսքով այնպես որ կներեք մարդիկ հարիվ չեն որ հենց այնպես տարիներ շարունակ խոսում են ուրեմն գաղափարներ են գեներանում ես իրենք առիթ տվեցին որ վարչապետ ազգային ժողովի այս հարցերին անդրադառնում այլապես ասեմ ձեզ, խնդիր կա, ասեմ ինչու։ Եթե վարչապետը այս հարցը չլուծի, կբեն ասենք, մենակ հիմա վարչապետ են ասում, որ մենակ ինքը չի, բայց մնացած է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, եթե մեջ խմբորում չլինի եւ չկան լրջագույն այն հետեւության, որ իրենք այլ պարագայում հնարավոր է տապալեն, տերմին եմ ասելու, ուզում եմ որ մեր հայրենագիտները ճիշտ լսեն, դեմոկրատական տրանզիտը այդպիսի բան կա էլի անցման շրջան ժողովրդավարությունից տոտալիտար ինչ կասեք մերը գողապետությունից անցում դեպի ժողովրդավարություն որը հռչակվել է բայց ժողովրդավարությունը մի օրում չի հաստատվում եթե այս դեմոկրատական տրանզիտի գործընթացը տապալվի մեզ աղետ կսպասի շատ վատ կլինի բայց կարծում եմ այդպես չի լինել որովհետև Εμείς հարցերը կլուծվեն հավանաբար էլ է, այսպես դեմոկրատական տրանզիտ, լավ տանկելու ոչ վարչապետը իրավունքն ունի, ոչ էլ ԿՊ-ն, ոչ էլ մնացածները, մենք մյուսները, բոլորը, ովքեր շահագրգիռ են մեր պետականության կայացումով։